ձեզանից ո՞րն է ճիշտը։ Ընդդիմությունը վերցնի մանդատները, թե չվերցնի։ Ո՞րն է արտահայտելու ժողովրդի ցանկությունը եւ կարծում եմ այդ հարցին պատասխանելը այս պահին առնվազն տեղին չի։ Տեղին է, ժողովուրդը։ Մի րոպե, ժողովուրդը մանդատ վերցնել չվերցնելու չի սպասում։ Ժողովուրդը սպասում է Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու։ Իսկ ով է վռնդել։ Իսկ մի րոպե, հիմա պատասխանեմ։ Իսկ այդ հարցը մանդատ կվերցվի, չի վերցվի, այս բանը շատ երկրորդական է, որովհետեւ մենք ընտրությունների պատկերը սկիչ ենք վերականգնել։ Հիմա վտանգի տակ է այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, որ Հայաստանում հաստատվելու ավազակապետություն։ Այսինքն իրանք թքած ունեն ընդհանրապես որևէ օրենքի արդարության, արդարադատության վրա։ Այո, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի, ձեր հարցը անշուշտ տեղին է եւ պատասխանը կտրվի։ Որ ճանապարհը շուտ մոտեցնելու է Նիկոլ Փաշինյանի արագ իշխանական զրկման, այն ճանապարհները արդյունավետ է։ Ես հիմա կարող եմ բոլոր ճանապարհները եւ պլյուսները նշել եւ մինուսները։ Ունիվերսալ ճանապարհ չկա, որովհետեւ առաջին հերթին ամեն ինչ պիտի արվի փողոց գեներացնելու համար։ Ինչը կնպաստի փողոց գեներացնելուն, կարող ենք շատ երկար քննարկել, բայց ես խոստանում եմ, այդ ու բազմաթիվ այլ հարցեր ես քիստից հետո պատասխանեմ։ Նիկոլ Փաշինյանը այս պարզ գործընթացը, պարզ մաթեմատիկական, աքսիոմատիկ գործընթացը վելը մեկ այլ դաշտ մեղադրելով ընդդիմությանը կաշառք տալու մեջ, մեղադրելով ընդդիմությանը օրինակ հարուստ լինելու մեջ, հիմա ասում է հացին կակա են ասելու, այսօր տեսաուղերձ է եղել, բայց բացի այդ, այնտեղ մի ձևակերպում է անում, որ վերջ է տալու Թավիշին, ինչ սպասել։ Ուրեմն ինքը թուրիշի հացի մասին չմտածի, որտեղ իր արած հանցագործություններով ինքը կարծում եմ շատ մոտ ապագայում կակա է ասելու ազատությանը։ Ավելի լավ այն իր դարդը լացի, սա մեկ։ Որովհետև այդքան հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ եւ ի վերջո հիմա ասեմ ինչից եմ կարծում։ Իրա մոտ մի կողմից վախերն են խոսում, մի կողմից ռեպրեսիվ վարքագիծ է, երկուսի իրար հետ միախառնված է։ Հաստատ համոզված են, որ չլներ ընդդիմության կոնսոլիդացված ակցիայի մասին լուրը, այսօր ինքը այդ լայվը կամ ուղերձը չեր անի։ Մյուս կողմից ինքը հասկանում է, որ ընտրությունները իշխանության ճգնաժամը չեն հաղթահարել եւ իր ամեն օրը իշխանության, ինչքան կտևի ես Նոստրադամուսը չեմ կարող ենթադրել, ուղեկցվելու է ռեպրեսիաներով, անկայուն վիճակով, տուրբուլենտությամբ։ Առաջի դեպքն է երևի համաշխարհային պատմության մեջ, որ որևէ ղեկավար վերընտրվելուց կամ ընտրվելուց հետո ոչ թե հանրային համերաշխության մասին է խոսում, այլ մարդ նստածներ։ Բայց մյուս կողմից առաջ է մղում սեփական օրակարգերը, տեղեկացանք, որ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր Դիլիջանում հանդիպել է Հիկմետ Հաջիևի հետ, խոսել խաղաղության այսպես կոչված process-ի մասին, սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Դա շատ բնական է, որ լոյալության դիմաց, այսինքն Ադրբեջանը, Թուրքիան, արևմտյան պետությունները ամեն ինչ արել են Նիկոլ Փաշինյանի կոմֆորտը ապահովելու համար, հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը, դա ինձ չի զարմացնում եւ պիտի այդ process-ը շատ արագ լինի։ Մյուս կողմից ադրբեջանցիների մոտ կա մտահոգություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը այս անգամ իշխանությունը պահպանել է խիստ խոցելի լեգիտիմությամբ եւ ի վերջո որևէ հաշվարկի պարագայում խորհրդանում չունի սահմանադրական մեծամասնություն պարտավորությունները կատարելու համար։ Երևի, ըստ երևույթին վերջացնեմ այս մի նախադասը, ըստ երևույթին ադրբեջանցիները նաեւ իրենց մտահոգությունները պարատելու խնդիր ունեն։ Սոնյաս, հիմա դուք հետ ինչ եք ակնկալում եւ ունեք սցենարներ մշակած, թե X պատասխանի դեպքում, X որոշման դեպքում ինչ քայլեր եք ձեռնարկելու, Y-ի դեպքում ինչ քայլեր։ Այո, սցենարներ տարբեր կան։ Ես որպես քաղաքացի կհեծ ակնկալում եմ ընդհանրապես օրինականության եւ արդարության վերականգնում ամբողջ ծավալով։ Գիտեք, որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր պահանջներով են դիմել, մեկը մեկին չեն հակասում։ Տարբերակա չէ, տարբերակա եւ ուժեղ Հայաստանի հայցի բավարարումը եւ մեր հայցի բավարարումը, որտեղ այս նիստով չի վերջանալու։ Հետո դատական վիճարկումների փուլ է մտնելու, ակնհայտորեն դիմել է, որ վիճարկեն ամբողջ ընտրությունը։ Ես դրան էլ սկզբունքորեն դեմ չեմ։ Դուք ինչ եք պահանջում։ Մեր պահանջը երեկվա դատական նիստից է բխում, պիտի քննարկվի առնվազն
3 տեղամասերում ընտրողների իրավունքների վերականգնման հարցը։ Հիմա տեսեք, եթե օրինակ ձեր պահանջը բավարարվում է եւ վերակվյարկություն է հայտարարում, ինչ է։ Այդ շատ արդարության շատ մասնակի բավարարում է դա, արդարության շատ մասնակի բավարարում է, որովհետև դրանով հարց չի լուծվում։ Ըստ էության շարունակելու ենք պայքարը օրինականության վերականգնման համար ամբողջական ծավալով։ Այսինքն, եթե Բարգավաճ Հայաստանը անցնի այդ 4% շեմը հաղթարի, դա ձեզ համար բավարար է, պարոն Սուրեն։ Ոչ, դա մեր համար բավարար չի, որովհետև դա ընդամենը 3 տեղամասերում մեր ընտրողների իրավունքների վերականգնման հարց է լուծում։ Բայց ակնհայտորեն ընտրական գործընթաց ուղեկցվել է մեծածավալ համակարգային խախտումներով եւ միայն այս պահանջի բավարարումը մեր այս պահանջի բավարարումը նվազագույն մինիմումն է, ոչ թե արդարության ամբողջական վերականգնումը։ Բայց մենք ասել ենք եւ հետամուտ ենք լինելու, որ մեր ցանկացած ընտրողի ձայնի պաշտպանության հետևից գնալու ենք։